Բան չունեմ այս բային ասելու։ Ես գիտեմ մոտավորապես ինչի մասին եք հարցնելու։ Այս բային ասելիքներ չունեմ։ Պետք է հասկանանք, որ այն գրությունը, որը շրջանառվում է, արդյոք վավերական է, թե ոչ։ Դրա վավերականության մասին կարող են հաստատել այն անձինք, որոնց անունները շրջանառվում է։ Երբ որ դա կհաստատվի, այն ժամանակ իմ ասելիքները կասեմ։ Սրբազան հայր, տեսեք, ես մասնավորապես վարքյաններ առաջ զրուցեցի Արթիքի թեմի առաջնորդի հետ, ով չի ստորագրել փաստաթուղթը, նշեց, քանի դեռ իր ստորագրությունը չկա, մեկնաբանություն էլ չունի, այսինքն հավաստեց, որ ծանոթ է տեքստին, իր անունը այդտեղ կա, բայց ինքը չի ստորագրել։ Ես Արթիկի թեմի առաջնորդի հետ չեմ խոսել, չեմ կարող մեկնաբանություններ անել։ Բայց նույնիսկ ձեր ասածից ես չեմ ենթադրում, որ ինքը ծանոթ է եւ հաստատում է այդ փաստաթղթի իսկությունը։ Երբ որ ստորագրող անձինք կհաստատեն, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ եւ այդ թեմայի շուրջ ավելի հանգամանալից եւ ավելի պատշաճ ձևաչափով կզրուցենք։ Խոսվում է, որ եպիսկոպոսատ ժողովում չի քննարկվել, հա, ձեր հարցը, այսպես ասած, դուք մասնակցել եք, ինչ կասեք, եւ այդ 7 հոգանոց հանձնախումբը, որ ձևավորվել էր, ինչպես է որոշվել կազմը, կաթողիկոսն է ընտրել եպիսկոպոսներին, ովքեր այդ 7 հոգանոց կազմին, հա։ Գիտեք, այդ հարաբերությունները ներքին ընթացակարգերով կարգավորվող հարաբերություններ են։ Ես պատշաճ չեմ համարում այդ գործընթացի մասին բարձրաձայնել, որքան էլ որ դա հանրային դաշտ է նետվել ինձ համար տարօրինակ կերպով, իսկ մնացածի վերաբերյալ կարող եք իմ փաստաբանը գրառումներ է արել, այդ փաստաբանից գրառումների մեջ որոշակի դրույթներ, որոշակի ուրվագծումներ կան, կարող եք ծանոթանալ։ Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել։ Սրբազան հայր, բայց տեսեք, քրեադատավարական նորմերը որքանով են պահպանվել կամ չեն պահպանվել, չենք կարող ասել, բայց այս գրության մեջ նշվում է, որ քննչական կոմիտեի կողմից է հանձնախմբին տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, ըստ այդ փորձաքննության հաստատում է արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։ Նորից պետք է հղում անեմ իմ փաստաբանի ասածին, փաստաբանը այս հարցին շատ հանգամանալից, շատ սպառիչ արձագանքել է։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Եվ ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրաված եմ ակամա այս process-ի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող է երրորդ, չորրորդ գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինել։ Մի ճշտող հարց է, հա, եթե ամեն դեպքում որոշում կայացվի եւ վեհապարն էլ, հա, այդ որոշումը կայացնի ժամանակավորապես, ինչպես նշվում էր նախորդ այդ հայտարարության տեքստում, սառեցնել առժամանակ ձեր պաշտոնները, ինչպես կվերաբերվեք օրինակ դուք, եթե նման որոշում կայացնի վեհապարը։ Գիտեք, ես եթեներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գետ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում։ Սրբազան հայր, ձեզ Եթեներով չեմ խոսելու։ Ձեզ թիրախավորելով, ձեր անձը վարկաբեկելով, նաև հարված են հասցնում ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև իշխանության ներկայացուցիչները ձեր երկուսի անունն են, այսպես ասած, իրենց հոդվածներում, իրենց հարցազրույցներում անընդհատ նշում եւ քիչ առաջ էլ ազգային ժողովի падգամավորներից մեկը նշել էր, եթե նախկինում ասում էինք հաշված օրեր են մնացել, վեհապար Հայրապետին, ապա հիմա ասում ենք, որ ժամեր են մնացել հաշված։ Այսինքն իրենք ըստ էության չեն հրաժարվում իրենց մտքից վեհապարին հեռացնելու։ Ինձ թվում է ձեր հարցի մեջ բավական հարցերի պատասխաններ տվեցիք դուք։ Այս ամբողջը եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։ Մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի
եւ տեխնոլոգիաների հարց է։ Ես անկեղծորեն ասած չեմ ցանկանում իմ դերակատարությունը որևէ ձևով գերագնահատել եւ կարծում եմ իրականության մեջ գերագնահատում են իմ դերակատարությունը։ Ես ընդամենը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որ ունի իր դիրքորոշումը, իր կեցվածքը, որը հավանաբար շատերին դուր չի գալիս։ Ես շատ բնական եմ համարում դա, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց ի տարբերություն ինձ, մարդիկ, ովքեր ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա, ինչպես կստացվի։ Սրբազան հայր, ձեզ եկեղեցին Միայն ես կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է, մնում է եւ շարունակելու է նույնը, չի փոխվելու։ Այս պահին պարակտված է, որովհետև եթե ինչու հիմա սկսեցին ձեր հոգևոր եղբայրները լուր հետևել պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը զեղչելուն, ոմանք նաև լուր հետևել են թեմի առաջնորդի անունը զեղչելուն։ Գիտեք, ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ։ Եղել են մասնակի դեպքեր, որոնք կարգապահական միջոցառումների շնորհիվ համապատասխան համարժեք արձագանք են ստացել։ Կան նաև առանձին այլ դեպքեր, որոնք եւս համարժեք արձագանք կստանան։ Ինչ վերաբերում է վերջին ստորագրված նամակին, նորից եմ կրկնում, ես տակավին հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված է, իրենք կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելիորեն, առարկայորեն կհրապարակվի, կհաստատվի, այն ժամանակ մենք այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք։ Քիչ առաջ օրինակ եպիսկոպոսներից մեկը նշեց, որ տեղյակել չէ այդ թե ինչպես է հայտնվել այդ ցուցակում։ Խնդրեմ իմ ասացի դրսևորումներից, վկայություններից մեկը, որ դուք ինձ օգնեցիք բերեմ։ Սրբազան, ամեն դեպքում հնարավոր է ինչ-որ պահի դուք ինքներդ որոշում կայացնեք եւ հեռանաք այս իրավիճակը հանգստացնելու մեղմելու համար։ Ինչու համար հեռանամ։ Ես ասում եմ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական այնտեղ չնշեցի, կանոնական, բարոյական կամ գետ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Դուք կաթողիկ Ես ինչ որ որոշում պիտի կայացնեմ, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ցանկանում։ Դա դուք ճիշտ եք համարում։ Իհարկե ոչ։ Այդուհանդերձ հիմա արդեն սկսում են խոսել, որ այսպես թե այնպես Նիկոլ Փաշինյանը հասնելու է իր ուզածին եւ վեհափառին հեռացնելու է։ Օրինակ մեր գործընկեր լրագրող պատմաբան Կարպիս Փաշոյանը նշում է, որ լուսավորչի գահը փոխանցել Միքայել arczepiskopos Աջապահյանին կամ որևէ այլ խոցելի, պատկառելի եւ հեղինակավոր եպիսկոպոսի, որի զորու կլինի պաշտպանել եկեղեցու միասնությունը ու դիմադրել իշխանության բռնաճնշումներին։ Գիտեք ինչ, լուսավորչի գահը ընծա չի, որ կաթողիկոսը կամավորաբար իր նախընտրությամբ որևէ եպիսկոպոսի, arczepiskopos-ի նվիրաբերի։ Ամենայն հայոց կաթողիկոսը լուսավորչի գահին բազմել է ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ։ Ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ։ Եվ ազգային եկեղեցական ժողովն է իզորու կաթողիկոս ընտրելու։ Կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին։ Եվ վերջին ճշտող հարց, մասնավոր զրույցներ ունեցել եք, օրինակ դուք այն եպիսկոպոսների հետ, ում անունները այս ցանկում կա, եւ նաեւ ինչու՞ չէ կաթողիկոսի հետ այդ հարցով դիրքորոշում ինչպիսին է նրա։ Գիտեք ինչ, ես պատշաճ չեմ համարում մասնավոր զրույցների մասին բարձրաձայնել։ Դա պատշաճ չի։ Ես հիմա պատկերացրեք ձեզանից որևէ մեկի հետ ունեցած իմ մասնավոր զրույց հրապարակեմ։ Դա պատշաճ չեմ համարում։ Կարող է դա ընդհանուր ցավալի պրակտիկա է այսօր, բայց դա ես նորմալ չեմ համարում։ Շնորհակալ